Եթե ձեզ թվում է, թե Հայաստանը առաջին երկիրն է, որտեղ ինչ-որ օլիգարխ հայտնել է, որ ինքը պատրաստ է երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնել անվճար, կամ գրեթե անվճար, օրինակ 1 դրամի դիմաց, ապա դուք չարաչար սխալվում եք, աշխարհը նմանատիպ շատ օրինակներ է տեսել։ Բայց հիմա խոսեմ դրանցից ամենաներկայանալի ու ամենատեսանելի օրինակի մասին։ Ծանոթացեք, սա Հորացիո Կարտեսն է, նույն ինքը Պարագվայի նախագահը։ Նախկին ծխախոտային մագնատ, ում կարողությունը նախագահ ընտրվելու պահին գնահատվում էր բազմաթիվ միլիոնավոր դոլարներով։ Մարդ խոստացավ, որ նախագահ ընտրվելու պարագայում ուղղակի հրաժարվելու է իր աշխատավարձից եւ պահեց իր խոստումը։ Ընտրվեց նախագահ ու ամսական մոտ $10,000 կազմող իր աշխատավարձը ամբողջությամբ նվիրաբերում էր մանկական քաղցկեղի բուժմամբ զբաղվող հիվանդանոցներին։ Մարդիկ էլ ասում էին, «Օ, ինչ լավ է» ու նաեւ դրա պատճառով ընտրեցին նրան։ Բայց գիտեք ինչ պարզվեց նրա նախագահության ընթացքում, որ նա այդ ամսական $10,000 կազմող չնչին գումարը իր պայմաններում չնչին գումարը բազմապատիկ անգամ, հազարավոր անգամներ բազմապատիկ անգամ հետ էր ստանում։ Նա իր ծխախոտային բիզնեսի համար հարկային այնպիսի պայմաններ էր ստեղծել, որ ուղղակի սև տարբերակով արտադրում էր ծխախոտը, դա չէր գրանցվում ոչ միտեղ, հարկեր չէին մուծվում, մաքսատուրքեր չէին մուծվում, հետո այդ սև ոչ միտեղ չերևացող ծխախոտը արտահանում էր այլ երկրներ եւ դրանից գոյացած $100-ավոր միլիոն դոլարների շահույթը փողերի լվացմամբ ուղղակի դնում իր գրպանը, լվանում էր փողերը ու դնում էր իր գրպանը։ Այսպիսով հրաժարվելով ընդամենը $10,000 կազմող աշխատավարձից մարդը անում էր միլիարդավոր կամ հարյուրավոր միլիոնավոր դոլարների օգուտներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստիպված եղավ անգամ պատժամիջոցների տակ ներառել Հորացիո Կարտեսին, բայց նա էլ միակը չի։ Նմանատիպ դեպքեր եղել են եւ Չեխիայում, եւ Ֆիլիպիններում, եւ Թայլանդում, բոլոր այս երկրներում եղել են մարդիկ, խոշոր գործարարներ, օլիգարխներ, ովքեր խոստացել են, որ նախագահ կամ երկրի ղեկավար ընտրվելու պարագայում աշխատավարձ չեն ստանա, քանի որ իրենք վեհ են դրանից, բայց հետո միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր, հարյուրավոր միլիոնավոր դոլարների տեսքով հետ են ստացել այդ իրենց չստացված որպես մեծահոգություն ժողովրդին թողնված աշխատավարձը։ Ինչպես ասում են, ձրի պանիր է միայն, դա կարդում է ու վերջում։ Հարցրեք ուղղակի, ինչի օրինակ այդ մարդիկ պատրաստ չեն 1 դրամով կամ անվճար բանվոր աշխատել, չգիտեմ, վերանորոգող աշխատել, ասֆալտ փռող աշխատել, ինչ են բոլորը ուզում անվճար կամ 1 դրամով աշխատել երկրի ղեկավար։ Գուցե որովհետև այդ 1 դրամի փոխարեն ստանալու են միլիարդավոր դոլարներ։ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում օրեր առաջ Մայրաթորի արխիվի տնօրեն Տերասողի Կաբեղաքահանան հրավիրվել էր քննչական կոմիտե։ Եվ դուրս գալով քննչական կոմիտեից ըստ էության Տերասողի Կաբեղան հաստատեց այն լուրը, որը դեռ 18 թվականից ամբողջ համացանցում ողողված էր առ այն, որ Մայրաթորը հայ ժողովրդի համար մեծագույն հոգևոր արժեք հանդիսացող Աստվածամուխ Սուրբ Գեղարդից մասնիկներ է նվիրել օտարին։ Եվ այս գեղարդագողերը Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ, ով առայժմ բազմած է Մայրաթորի գահին, իրավունք չունեն, բարոյական իրավունք չունեն անվանարկել եւ թիրախավորել այս օրերին այն հոգեվորականներին, ովքեր միացել են եկեղեցու նորոգման, հոգևոր կյանքի առողջացման այս օրակարգին, եւ ինչպես ասել եմ նախկինում, Կտրիչ Ներսիսյանը միայն իր ֆիզիկական գոյությունն է պահպանում Մայրաթորի տարածքում այժմ, իսկ իր հոգևոր գոյությունը վաղուց արդեն գոյություն չունի եւ հետեւաբար նա ստիպված է հեռանալ։ Մինչ այս պահը որևէ մեկը այս հայտարարությունների համար ձեզնից ներողություն չի խնդրել։ Թրամփի հետ ուղուն իրականում սա Հայաստանի տարածքով միջանցք է տրվում Ադրբեջանին, Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանին միացնելու կամ անխոչնդոտ կապ ապահովելու իմաստով, որ ես պնդում եմ, որ այս պրոյեկտից Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի շահելու։ Ոնց ինչի երեսով եք ասում, որ սա միջանցք չի։ Ինչի երեսով եք ասում, որ սա նոր հնարավորություն է։ Դու ճանապարհն եք անխոչնդոտ ճանապարհը չեք ստանում, փոխադարձության սկզբունքը չկա, հաստատի չկա այդ փոխադարձությունը։ Բայց մենք տարածքը զիջում ենք։ Բայց մենք զիջում ենք, կապը ոնց ալնելու Իրանի հետ պարզ չի։ Այդ միջանցքի տնտեսական արդյունավետությունը Հայաստանի ինչ դրանից կշահի, ոչ մի բան չի շահի։ Ոչ մի բան չի շահի, որովհետև ադրբեջանցիք մտնում են դուրս են գալիս, մեզ էլ ինչ որ բան չեն տալ։ Այսպես այո, ինչ ստացավ։ Ստացավ են, որ ինչ որ կազմակերպություններ կգան։ Միգուցե այստեղ ճանապարհ կկառուցեն, որ իրենք անխոչնդոտ գնան։ Մենք դրանից ինչ ենք ստանում։ Ահա այսպես ամիսներով ձեզ համոզում էին, որ հույսներդ կտրեք Հայաստանից։ Հայաստանի իշխանությունները միջանցք են տվել Ադրբեջանին, որտեղ Հայաստանը չի վերահսկելու ճանապարհի անվտանգությունը, սահմանապահը, մաքսավորը ծառայություն չեն իրականացնելու այս ճանապարհների վրա։ Բայց Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև ստորագրված TTIP-ի գործարկման շրջանակով հիմնովին հերկվում են բոլոր այս հարցերը։ Բայց մինչ այս պահը, ինչպես ասացի, որևէ մեկը ձեզնից ներողություն չի խնդրել։ Սիրելի հայրենակիցներ, Սամվել Կարապետյանի զարմիկը հերթական ցնցող հայտարարություն է արել, նշելով, որ եթե իրենք գան իշխանության, ապա Հայաստանի վարչապետի աշխատավարձը կլինի 1 դրամ։ Հետաքրքրական է, որ Կարապետյանները իրենց մենեջերական թիմը հեծը ղեկավարել են ստանալով միլիոնավոր դրամի աշխատավարձեր, բայց դրանով հանդերձ հեծը հասցվել է գրեթե կոլապսի եզրին եւ պատկերացրեք Հայաստանի վիճակը, եթե երկիրը ղեկավարեն Կարապետյանները, ընդ որում ղեկավարեն 1 դրամով։ Իհարկե սա պրիմիտիվ PR հայտարարություն է եւ եթե Կարապետյաններին թվում է թե մեր հասարակությունը այնքան պրիմիտիվ է, որ չի հասկանում իրենց
մանիպուլյացիաների եւ պոպուլիստական հայտարարությունների պատճառները, ապա չարաչար սխալվում։